Ինձ այս երկու համարներից են զանգել, մեկը կոդերը նայեցի Նիգերիայից էր, մյուսը Բոլիվիայից։ Իհարկե չեմ վերցրել, որովհետև պարզ է, որ դրանք սպամ են։ Նիգերիայից, Բոլիվիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Հնդկաստանից եւ այլ երկրների հեռախոսահամարներից զանգահարում են հայկական համարներին։ Լուսինեն ասում է, չի փորձել հետ զանգահարել։ Ունի շատ ծանոթներ, որոնց եւս օտարերկրյա հեռախոսահամարներից զանգահարել են։ Օրինակ եղբորս մի անգամ Չինաստանից են զանգել, չգիտեմ դա ինչի հետ էր կապված, հետ էր զանգում, վերցնող չկար։ Զանգահարում են ինչպես ուղիղ կապի, այնպես էլ տարբեր հավելվածների միջոցով, հիմնականում WhatsApp-ով։ Կարող են իհարկե լինել դեպքեր, երբ անձը սխալված լինի, սակայն այս միջոցով մարդկանց խաբելու դեպքեր եւս արձանագրվել են։ Այս մեթոդով հիմնականում երկու հանցագործություն է տարածված։ Առաջինի դեպքում նպատակն այն է, որ քաղաքացին հետ զանգահարի նշված հեռախոսահամարին։ Երբ մեր քաղաքացիները հետ զանգեն, պայմանական օրինակ Նիգերիայից հեռախոսազանգ են ստացել, եթե մյուս կողմը վերցնի այդ հեռախոսազանգը, ապա մեծ է հավանականությունը, որ մեր քաղաքացու բջջային հեռախոսահամարի, այսպես ասած, SIM քարտում եղած ֆինանսական միջոցները, գումարները, որոնք որ նախատեսված են րոպեների համար, ամբողջությամբ կվատնվեն։ Այդ եղանակով նրանք ֆինանսական շահույթ են ստանում օտարերկրյա պետությունում գտնվելով։ Մյուս դեպքում նրանց նպատակը քաղաքացու հետ կապ հաստատելն ու նրանցից տարբեր մեթոդներով գումար հափշտակելն է, օրինակ առաջարկելով կատարել ֆինանսական ներդրումներ։ Խաբեության այս տեսակն է ներկայում տարածված մեր երկրում։ SMS հաղորդագրության միջոցով են նույնիսկ թիրախավորում, այսինքն նրանք կարող են SMS հաղորդագրություն գրել որևէ արտասահմանյան հեռախոսահամարից եւ նշել, որ մենք ձեր օգնության կարիք ունենք, շուտ զանգահարեք այսինչ հեռախոսահամարով, X հեռախոսահամարով եւ նույն process-ը տեղի ունենում այդ դեպքում։ Ոստիկանությունից տեղեկացնում են, զանգերը կարող են նաեւ այլ հանցագործություններ կատարելու համար օգտագործվել։ Հորդորում են անծանոթ օտարերկրյա հեռախոսազանգ ստանալու դեպքում չվերցնել կամ հետ չզանգահարել։ Լիանա Խաչատուրյան, Էդգար Դավթյան, լուրեր։